1920 թվական, ռուսական կայսրություն։ Սուխում քաղաքում Ավդալբեկյանների ընտանիքում ծնվում է մի մարդ, ում անունով հետագայում կկոչեն Առողջապահության ազգային ինստիտուտը, Սուրեն Ավդալբեկյանը։ Եկեք մի փոքր խոսենք Սուրեն Ավդալբեկյանից։ Նա ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, աշխատել Հայաստանի թե հենց սրտում, թե մարզերում, եղել է Կապանի գլխավոր բժիշկը։ Սուրեն Ավդալբեկյանը հայկական բժշկական իրականության մեջ նորարարություններ մտցնող գուցե եւ առաջին մարտիկներից մեկն է եղել։ Ինքը մտցրել է այնպիսի հասկացողություններ, ինչպիսիք են ինտուբացիոն նարկոզը, էլեկտրոխթանիչների, կարդիոստիմուլյատորների կիրառումը, արմատական թոքային վիրաբուժությունը, թոքերի թարախային հիվանդությունների վիրաբուժական եւ ոչ վիրաբուժական մեթոդների մշակումը։ Սուրեն Ավդալբեկյանը թողել է մեծ ժառանգություն, մեծ այսպես կոչված պլացդարմ, որպեսզի երիտասարդ բժիշկները սկսեն աշխատել, մոտիվացվել ու դառնալ ավելի լավը։ Իսկ ինձ թվում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետություն ունենա երկրորդ ազգային հերոս բժիշկը եւ այն լինի Սուրեն Ավդալբեկյանը։ Առողջ եղեք։